Եվ այսպես, Կոտայքի մարզում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից գրանցվել է հանցագործության 240 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8%-ով պակաս։ Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործությունները, աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված սպանության և սպանության փորձի բոլոր դեպքերը բացահայտվել են։ Ամփոփելով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարել է երկրորդ կիսամյակի ընթացքում հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ուղղություններով առավել հասցեական պլանավորել անելիքները, ինչը թույլ կտա արձանագրել դրական ցուցանիշների շարունակական աճ։ Ներքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակում կազմակերպվել է քննարկում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի թեմայով։ Քննարկմանը մասնակցել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության, գլխավոր վարչության, մասնագիտական, մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը, ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Գեորգի Խաչատրյանը կարևորել է նման ձևաչափով մասնագիտական քննարկումների անցկացումը, ընդգծելով, որ դրանք արդյունավետ հարթակ են ինչպես ոլորտում առկա խնդիրների վերահսկման, այնպես էլ ընտանեկան բռնության դեպքերին ոստիկանության ծառայողների և քննիչների համակարգված և ինստիտուցիոնալ արձագանքի ապահովման համար։ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, ջրային կոմիտեի ղեկավարի աշխատակիցների, շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի գործընկերների հետ միասին հուլիսի 6-ից 10-ը ճանաչողական այցով գտնվել է Ճապոնիայում, որտեղ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Հայաստան-Ճապոնիա գործընկերություն հանուն լճերի կայուն կառավարման և կայուն քաղաքաշինության խորագրով փորձի փոխանակման ծրագրին։ Հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի ոլորտային պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարարի հետ։ Հանդիպմանը քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծերի իրականացման հեռանկարները։ Ռոսելխոզնաձորը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից։ Ռոսելխոզնաձորը մամուլի հաղորդագրության մեջ հայտնել է, որ իր մասնագետները հուլիսի 14-ից 21-ը ստուգել են Հայաստանի կաթնամթերքի վերամշակման գործարանները, որոնք Ռուսաստան են մատակարարում արտադրանք հանրապետության անասնաբուժական ծառայության երաշխիքներով և հայտնաբերել են մի շարք խախտումներ։ Անասնաբուժական ծառայության տվյալներով ստուգման արդյունքում իբր բացահայտվել է վարակված անասունների կաթի օգտագործումը Ռուսաստան արտահանվող արտադրանքի արտադրությունում։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին և Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին ու խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը ընդգծել է բաց գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը։
Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշների արժեքը կկազմի 250,000-ից մինչև 8 միլիոն դրամ։ Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել ուղղակի վճարմամբ առանց էլեկտրոնային աճուրդի մասնակցելու։ Այս մասին ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։ Վերջերս փոփոխություններ են տեղի ունեցել և ինչպես գիտենք, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց հատկացման գները սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, եւ վերջերս կառավարության որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, այլ կերպ ասած լրացվել են հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նոր չափորոշիչներ, եւ դրան արձագանքելով ներքին գործերի նախարարը ստորագրել է հրաման եւ սահմանել է այն գները, որով այդ հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշները կարող են հատկացվել։ Ինչպես են որոշվել գները, իհարկե քննարկումներ ունեցել ենք եւ առկա չափորոշիչների եւ գների համեմատական ենք անցկացրել, թե նոր չափորոշիչին համապատասխանող այսինչ համադրությունը, որ գնային սեգմենտի տակ պետք է տեղավորել։ Եթե ձեզ կհետաքրքրի, ես կարծում եմ կհետաքրքրի պայմանական պատահականության սկզբունքով ես կարող եմ որոշակի, այսպես ասած, համադրություններ հրապարակել, ասեմ, որ գնային սեգմենտը 250,000-ից մինչև 8 միլիոն միջակայքում է սահմանվել, գիտեք երևի, որ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի նվազագույն շեմը սկսվում է 60,000 դրամից եւ ավարտվում է 8 միլիոնով։ Այսինքն սա նշանակում է, որ ներքին գործերի նախարարի հրամանի առումով մենք բոլոր գնային սեգմենտներում չափորոշիչներ չենք ավելացրել։ Մենք ավելացրել ենք այս սեգմենտներում կառավարության որոշմամբ եւ հետո տեղայնացրել նախարարի հրամանով, որոնք տեղավորվում են 250,000-ից մինչև 8 միլիոնի միջակայքում։ 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև օրս էլեկտրոնային աճուրդով օտարվել է առանձնահատուկ պահանջարկ ունեցող 49 հաշվառման համարանիշ, որոնց վաճառքից գոյացել է 892 միլիոն դրամ։ Այս մասին ներքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի էլեկտրոնային աճուրդով տրամադրման գործընթացը գործում է 2024 թվականի փետրվարի 1-ից, մինչ օրս օտարվել է թվով 49 առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ եւ դրանց արդյունքում գոյացել է 892 միլիոն դրամ։ Նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը ընդամենը 3 օր են տրամադրվել կառավարության որոշումը ուժի մեջ մտնելուց հետո եւ 3 օրվա ընթացքում տրամադրվել է 224 հաշվառման համարանիշ, որի արդյունքում գոյացել է 234 միլիոն 400,000 դրամ։ Ավելի շատ ընդունելի է քաղաքացիների կողմից եւ ավելի շատ վաճառվել է 600,000 դրամ արժողությամբ համարները, 224-ից 165 հատ։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի համայնքապետերի հետ ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին։ Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը երթուղին կսպասարկի 87 նոր տրանսպորտային միջոցներով։ Նախարարը շրջել և ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի բաժնեմասի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։ Դավիթ Խուդաթյանը ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչության անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։ Անդրադառնալով ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանը, կալանքի կիրառման պրակտիկային, բռնի տեղահանված և անհայտ կորած անձանց իրավունքներին, ինչպես նաև ատելության խոսքի կանխարգելմանն առնչվող մի շարք այլ խնդիրների։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության խթանման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին, վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Անվտանգության խորհրդի քարտուղարը բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնման գործում։ Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին սերտ համագործակցության և ցուցաբերված աջակցության համար։ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Կարլոս Պասի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները, ընդգծելով քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։ Դեսպանը հանդիպել է նաև Բոլիվիայի պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Խուլիո Կաստրո Սալասարի հետ։ Կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Լիլիթ Մակունցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լիլիթ Մակունցը 2025 թվականի օգոստոսի 29-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ 2021-ից 2025 թվականներին նա եղել է Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։ Մինչ այդ Մակունցը ստանձնել է նաև մշակույթի նախարարի պարտականությունները, եղել է ազգային ժողովի պատգամավոր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ներկայում զբաղեցնում է Արայիկ Հարությունյանը, որը այդ պաշտոնում նշանակվել է 2021 թվականի հուլիսի 1-ին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրել է ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկումների և քվեարկության, փակ գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը որոշեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդարանական խմբակցությանը առաջարկել ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահների հետևյալ թեկնածությունները։ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով Նազելի Բաղդասարյան, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով Լուսինե Բադալյան, արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով Սարգիս Խանդանյան, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով Սիսակ Գաբրիելյան, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Սոնա Ղազարյան, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով Զարուհի Բաթոյան, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Վիլեն Գաբրիելյան, պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով Արուսյակ Ջուլհակյան, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Տրդատ Սարգսյան, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով Վահե Ղալումյան, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով Բաբկեն Թունյան,
ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով Ծովինար Վարդանյան։ Այս ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետեւ գիտեք, որ որոշակի սկզբունքով դա կախված է նաեւ նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը անդրադարձավ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցին, նշելով, որ մի շարք հարցերի շուրջ կողմերը հասել են ընդհանուր ըմբռնման, նաև հավելեց Հայաստանի նկատմամբ արտահանման սահմանափակումների շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության խնդիրն է։ Եթե հարցը արագ չլուծվի, դա կարող է դառնալ ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Նախ երկխոսությունը առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևոր հարցը ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլ ընտրանքներ ձևակերպելու, ձևավորելու եւ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտին, եւ մենք ես ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այլ ընտրանքներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլ ընտրանքներ եւ այլ ընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Ինչ վերաբերում է խնդրին, ես տեսեք, մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրը Հայաստանինն է, բայց այդ խնդրը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդրն է, որովհետեւ փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Հայաստանի հետ առաջացել է ձեզ հայտնի հանգամանքների պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այլ ընտրանքներ ունենալու քաղաքականություն, ընդ որում այդ քաղաքականության լեգիտիմությունը, այդ թվում Ռուսաստանի Դաշնության գործընկերները ընդունում են, ինչը շատ կարևոր է։ Այստեղ խնդիրը հետևյալն է, թե այդ այլ ընտրանքը երբ պետք է իրացվի։ Նաև պաշտոնական հաղորդագրության մեջ էլ է ասվել, դուք գիտեք, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների 4 երկրների ղեկավարներ ընդունել են հայտարարություն, որտեղ կամ պաշտպանել են Եվրամիության անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու իրադրությունը, ինչը վատ չէ։ Այսինքն այդ օրակարգի լեգիտիմությունն ընդունել են, բայց ես ուզում եմ հստակ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին եմ ասել, որ հանրաքվեն չի կարող տեղի ունենալ առանց դրա առարկայի ներկայության։ Հետևաբար այդ հանրաքվեն անցկացնելուց առաջ մենք առնվազն պետք է դիմաց լինենք Եվրամիությանը անդամագրվելու հարցով եւ այդ օրակարգը պետքա այլընտրանքը պետքա ընկալվել դա իրենց կողմից։ Ես եկեք իմ դիրքորոշումների մասին ասեմ, որովհետեւ վստահ չեմ, որ այս հատվածում, բայց առնվազն այս process-ը կարծում եմ լեգիտիմ է եւ այդ process-ը կտեսնենք։ Եվ շարունակելով ճեպազրույցի թեման, բանակում տեղի ունեցող բացասական երևույթների զգալի մասի ծագումնաբանությունը կապված չէ բացառապես զինված ուժերի հետ եւ խնդրի լուծումը պահանջում է հանրության սոցիալ-հոգեբանական փոփոխություն։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվող մահվան դեպքերին։ Ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ, որովհետեւ ես էլի առիթ ունեցել եմ ասելու, բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70%-ը ստեղծվում է ծագումնաբանությունը բանակի հետ չի։ Այսինքն կազմում մեղավորություն չունի։ Սպայական ոչ մարտական գիտեք, սպայական կազմը իր մեղավորությունը ունի, բայց ելի եմ ասում, ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի, բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումը առաջին անգամ չէ, որ ասում եմ։ Եվ դա իհարկե խնդրեմ է, որը պետք է լուծենք, բայց ցավոք սրտի այդ նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդրը
շարունակում է ներկա մնալ։ Չէ, այդ նշանակում այդ նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք ընդհանրապես սովորենք այդ խնդիրների հետ առնչվող։ Հայաստանը եւ Իրանը տեխնիկական հնարավորություններ ունեն մեծացնելու գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով փոխանակվող գազի եւ էլեկտրաէներգիայի ծավալները։ Ծրագրի ընդլայնման ժամկետները դեռևս հստակեցված չեն։ Դրանք քննարկվեն ստեղծվելիք աշխատանքային խմբի շրջանակում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նախ հանդիպման ժամանակ ֆիքսել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի ավել էլեկտրաէներգիայի կարիք եւ բնականաբար Հայաստանի Հանրապետությունը ունի գազի կարիք։ Մենք հաջողությամբ որոշակի ծավալով գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը իրականացնում ենք եւ ակնհայտ է, որ մեր առկա հնարավորությունները ավելի շատ են այդ ծրագիրը իրականացնելու մասով։ Նկատի ունեմ խողովակի թողունակությունն է օրինակ ավելի շատ եւ 400 կիլովոլտ գծի կառուցումից հետո նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը կարողանանք ավելի մեծացնել եւ հետեւաբար այդ գործարքի ընդլայնման հնարավորություն, այսինքն ավել ծավալով գազ եւ ավել ծավալով էլեկտրաէներգիա փոխադարձաբար իրար տալու եւ ընդունելու հնարավորություն ունենք։ Հնարավոր է աշխատանքային խումբ ստեղծել, որը մանրամասները ներառյալ ժամկետները կքննարկի։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11 միլիարդ 154 միլիոն 790 հազար դրամ։ Երկու անշարժ գույքի գնման իրավունք 3 միլիոն 84 հազար 965 ԱՄՆ դոլարով եւ 985 միլիոն 190 հազար 729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1 միլիոն 405 հազար 59 դոլարի եւ 200 միլիոն դրամի ավանդ։ Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են Toyota Երևան ՍՊԸ-ն, Nairi Insurance ապահովագրական ՍՊԸ-ն եւ այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը։ Ներկայացված հայցադիմումով պահանջվում է նաև 4 միլիոն 25 հազար 914 դոլարի, 8 միլիարդ 302 միլիոն 116 հազար 732 դրամի, 260 միլիոն 452 հազար 574 ռուբլիի և 589 հազար 741 եվրոյի չափով փոխառնությունների պահանջի իրավունք։ Երկու տրանսպորտային միջոց, ինչպես նաև 3 միլիարդ 822 միլիոն 451 հազար 103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ։ Գումարային պահանջը կազմում է 19 միլիարդ 561 միլիոն 949 հազար 303 դրամ, ինչպես նաև 502 միլիոն 359 հազար 121 դրամ, որպես քրեական գործով վճարված գրավի գումարի ապօրինի մաս։ Հայաստանի Հանրապետության պետ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված անձանցից գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք, որնի թիվս այլնի ներառում է 46 բնակարան կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում, 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են Մեգասպորտ ՍՊԸ-ն, Մեգաֆուդ ՍՊԸ-ն, 14 շարժական գույք 1 միլիոն 451 հազար 74 ԱՄՆ դոլարի չափով ձեռք բերված պարտատոմսեր, 147 հազար 210 ԱՄՆ դոլարի ավանդ, 23 միլիոն 81 հազար 354 ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար 800 ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառնության պահանջի իրավունք և 17 միլիարդ 761 միլիոն 537 հազար 781 դրամ։ Եվ շարունակելով բռնագանձման թեման, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են նաև, որ Գագիկ Ծառուկյանից եւ նրան փոխկապակցված անձանցից գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք, որնի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում եւ այլ անշարժ գույքեր։ 10 գույքի շուկայական արժեք 42 տրանսպորտային
աշխատային միջոց, 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են Multi-Group Concert ՍՊԸ-ն, Multi-Avtotranс ՍՊԸ-ն, Onira Club ՍՊԸ-ն եւ այլ իրավաբանական անձինք։ Հայցվող դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար 226 դրամ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոփյանը հիշեցրել է դատախազության բավարարված միջնորդության մասին, համաձայն որի որպես հայցի ապահովման միջոց Արարատ ցեմենտ փակ բաժնետիրական ընկերության կառավարումը հանձնվել է պետությանը։ Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրը հաստատել է 2026 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի եւ Արմավիրի մարզերում ձկնաբուծարանների կայուն արտադրական գործունեության ապահովման պետական աջակցության տրամադրման միջոցառումը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Արարատի եւ Արմավիրի մարզերում գործող արդյունագործական, ձկնաբուծական տնտեսությունների, ֆինանսական եւ արտադրական կայունության ապահովման հրատապ անհրաժեշտությամբ։ Նախագծով նախատեսվում է աջակցություն տրամադրել Արարատի եւ Արմավիրի մարզում գտնվող արդյունագործական, ձկնաբուծական 135 տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի եւ թառափի բուծմամբ, ինչպես նաեւ բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ եւ նույն ժամանակ պարտադիր պետք է հանդիսանան ավելացված արժեքի հարկ վճարող։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով հետևյալ բանաձևով։ 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով, ընդ որում 1 կիլոգրամի համար հաշվարկել ենք 900 դրամ արժեքը։ Անհրաժեշտությունը այս ծրագրի պայմանավորված է ձկան եւ ձկնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում որոշակի ֆինանսական դժվարություններով, որոնք ունեն ձկնարդյունաբերողները, որպեսզի դրանք մեղմենք, որպեսզի նրանք կարողանան մի կողմից ինքնարժեքը իջեցնելով հնարավորություն ունենալ ներքին շուկայում որոշակի գներ իջեցնել եւ դրանով նաեւ մենք կարծում ենք սպառումը ավելացնել եւ միևնույն ժամանակ իհարկե արտաքին շուկաներում էլի ինքնարժեքի իջեցմամբ հնարավորություն ունենան նոր շուկաներ կարողանան գտնել, որպեսզի նոր շուկաներում մտնեն։ Ծրագրի շրջանակում կարեւոր է, որ կերը պետք է ձեռք բերված լինի պարտադիր սերտիֆիկացված, այսինքն պետք է լինի սերտիֆիկացված կեր, որը համապատասխանի եւ ԵԱՏՄ եւ ԵՄ ստանդարտներին, մնացած կետերը արդեն վերաբերվում են այն, այսպես ասած, մեխանիզմներին, թե ինչպես կարող են տնտեսվարողները դիմել, որպեսզի այս աջակցությունը ստանան։ Վիճակագրության կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշները։ 2026 թվականի հունիսին 2025 թվականի հունիսի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7%-ով։ Այս մասին կառավարության նիստին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պիտի արձանագրեմ, որ վիճակագրության կոմիտեն հրապարակել է սահմանված ժամկետում այս շաբաթվա սկզբին տնտեսական ակտիվության ցուցանիշները եւ պետք է ուրախությամբ արձանագրենք, որ 2026 թվականի հունիսին 2025 թվականի հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7%-ով, այսինքն մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվության ցուցանիշ, իհարկե առաջատարը շարունակում է մնալ շինարարությունը եւ ծառայությունները եւ նաեւ արդյունաբերությունը բավականին լավ վիճակում է, նույնը վերաբերվում է ավելի լավ ցուցանիշներ ունենք արդեն հունվար-հունիս կտրվածքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.9%, արդյունաբերության աճը 10%, 18%, շինարարությանը 124% եւ ծառայություններինը ներողություն 24%, 10% եւ ծառայությունները 11% ակտիվության ցուցանիշը աճել է։ Իհարկե գյուղատնտեսության ոլորտում ունենք որոշակի խնդիրներ, բայց ելի եմ ասում, ես ուզում եմ հիշեցնել, որ երկար ժամանակ նաեւ մենք գյուղատնտեսությունում առանց այս մեր ընթացիկ խնդիրների մենք ունեինք նույն որոշակի նվազման process-ները եւ այդ ամեն ինչը կապված էր առաջին հերթին գյուղատնտեսության տեխնոլոգիաների հետ, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք,
Այս տնտեսական ակտիվությունը բավականին լավ է Հայաստանի Հանրապետությունում։ Վերջերս հանրային ներդրումային կոմիտեի նիստում քննարկվեց ջրամբարներին վերաբերող հարցեր։ Դրանցից մի քանիսը հաստատվեցին և մեկնարկեցին իրականացման աշխատանքները։ Կառավարության նիստին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խոսելով ջրամբարների թեմայի մասին նշեց, որ ունենք 3 ջրամբար՝ Քասախի, Լիչքի և Ելփինի, որոնց նախագծերը պատրաստ են։ Դիմել են ֆինանսավորող կազմակերպություններին ներքին ենթակարգերը համաձայնեցնելու համար և մինչև այս տարվա վերջ պետք է սկսեն դրանց կառուցման աշխատանքները։ Մենք շատ ենք խոսել այն մասին, վերջերս էլ հանրային ներդրումային կոմիտեի նիստում քննարկեցինք ջրամբարներին վերաբերող հարցեր եւ մի քանիսը հաստատել եւ ըստ էության մեկնարկել ենք դրանց իրականացման աշխատանքները։ 3 ջրամբարներ ունենք, որոնք են Քասախի, Լիչքի եւ Ելփինի ջրամբարները, որոնց համար նախագծերը պատրաստ են, դիմել ենք ֆինանսավորող կազմակերպության ներքին ընթացակարգերը համաձայնեցնելու եւ մինչեւ այս տարեվերջ պետք է սկսենք դրանց կառուցումը, կհայտարարենք մրցույթ կառուցող կազմակերպություն ընտրելու համար։ Սրանք իհարկե Վեդու ջրամբարի նման մեծ ջրամբարներ չեն, Վեդին մեզ համար 30 միլիոն խորանարդ մետրանոց է եղել, Քասախինը կլինի 10 միլիոն խորանարդ մետր, Լիչքինը կլինի 4 միլիոն խորանարդ մետր, որը Սյունիքի մարզում Լիչքն է, եւ Ելփինը, այո, եւ Ելփինինը կլինի 1 միլիոն խորանարդ մետր։ Այս նույն համագործակցության շրջանակում վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ ունենք համաձայնեցված եւս 2 կառույց, դրանք Արթեկի 1.5 միլիոն խորանարդ մետրանոց եւ նաեւ Աստղաձորի արդեն Գեղարքունիքի մարզում եւս 1.5 միլիոն խորանարդ մետրանոց ջրամբարներն են, որոնց նախագծման ուղղությամբ տեխնիկատնտեսական հիմնավորումների տեսանկյունից աշխատանքները նույնպես բավականաչափ ավարտված աստիճանի են, ուղղակի մենք որոշել ենք, որ երկփուլ իրականացման պետք է գնանք։ Եվս այս պահին մեկը կա ավարտված, որը Մաստարայի ջրամբարն է, ֆինանսավորող կազմակերպություններից մեկի հետ համաձայնեցնում է դրա իրականացման ընթացքը։ Ունենք նաև 12 ջրամբարներ, որոնց ուղղությամբ իրականացում են աշխատանքներ, շուտով նորից փուլերով կունենանք դրանց վերաբերյալ եզրակացությունները հերթական, կգանք ներդրումային կոմիտե եւ կգնանք դրանց իրականացման ուղով։ Շարունակենք կառավարության նիստի թեման։ Այս տարի Վարչաֆեստ 2026 մրցույթ փառատոնը կանցկացվի օգոստոսի 21-ից 22-ը Սևանա լճի ափին։ Նախատեսվում է, որ կօգտագործվի նույն տարածքը, որն օգտագործվում էր Սևան ստարտափ սամիթի շրջանակում, քանի որ տարածքը հարմարեցված է մեծ ծավալի միջոցառումների կազմակերպման համար։ Այդ մասին կառավարության հուլիսի 30-ի նիստին ասաց ԳԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, տեղեկացնելով, որ փառատոնը նախատեսվում է դարձնել ամենամյա։ Մշակույթի եւ մշակութային կյանքի ապակենտրոնացումը, ինչպես նաեւ բոլոր հնարավոր գործիքակազմերով ստեղծագործականության խթանումը եւ Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնը, որը նախատեսվում է դարձնել ամենամյա, ունի հենց այդ առաքելությունը նպաստել մեր երիտասարդների ստեղծագործականության բացահայտմանը եւ տաղանդի դրսեւորմանը, ինչպես նաեւ նպաստել զբոսաշրջության, մշակութային կյանքի զարգացմանը, կազմակերպելով Սևանա լճի ափին այս երաժշտական մրցույթ փառատոնը։ Այս տարի մրցույթ փառատոնը նախատեսում ենք անցկացնել օգոստոսի 21-ից 22-ը, ինչպես արդեն նշեցի, Սևանա լճի ափին նախատեսում է, որ կօգտագործվի նույն տարածքը, որը օգտագործվում է նաև Սևան ստարտափ սամիթի շրջանակներում, քանի որ այստեղ արդեն իսկ առկա են որոշակի ենթակառուցվածքներ եւ տարածքը հարմարեցված է մեծ ծավալի միջոցառումների կազմակերպման համար։ Կարևոր է, որ նախատեսել ենք այնպիսի տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն թե որակյալ հնչողություն եւ թե նաեւ շատ մեծ դիտողականություն եւ վստահ ենք, որ այս ուրեմն մրցույթ փառատոնի անցկացումը կկարողանա ամենամյա ավանդական մի իրադարձություն ձևավորել, որը մեր մշակութային կյանքի եւ երիտասարդական նաեւ կյանքի անբաժանելի մասը կդառնա։ Պետք է ասեմ, որ նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ սկսված են։ Մրցույթ փառատոնի շրջանակներում հայտ է ներկայացվել շուրջ 100 բենդ եւ պետք է ասեմ, որ աշխարհագրությունը ներառում է Հայաստանի բոլոր մարզեր
մարզերը, Երևանը, ունենք նաև հայտեր Կանադայից եւ Ավստրիայից։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից եւ մենք կունենանք 2 փուլով ընտրություն միջև վերջնական փառատոնը։ Առաջին փուլում, որը արդեն իսկ ընթացքի մեջ է եւ նախատեսում է, որ վաղը կամփոփենք, մասնակիցները ընտրվում են առցանց ուղարկված տեսաձայնագրությունների հիման վրա։ Երկրորդ փուլը անցած 50 բենդերի լսումները կանցկացվեն մարզերում եւ Երևանում, նախատեսում ենք դա իրականացնել օգոստոսի 5-ից 11-ը, 11-ին կամփոփվեն արդեն եւ միջև 20 բենդներ, որոնք կլինեն այս երկու ուրեմն փուլերի արդյունքում լավագույն գնահատվածները, կունենան հնարավորություն մասնակցելու օգոստոսի 21-ից 22-ը նախատեսվող վերջնական մրցույթ փառատոնին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայիս կազմով վերջին նիստն անցկացրեց այսօր հուլիսի 30-ին։ Դրա ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 9-րդ գումարման ազգային ժողովի ձևավորման առթիվ կիրակի օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրաժարական է տալու սահմանադրությամբ նախատեսված կարգով, որից հետո երկրի նախագահը վարչապետը նշանակելու խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Նիկոլ Փաշինյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կառավարության այս կազմի անդամներին, նշելով, որ նրանց մի մասը գործունեությունը շարունակելու է այլ ոլորտներում։ Սա մեր կառավարության վերջին հերթական նիստն է։ Ազգային ժողովի 9-րդ գումարման ազգային ժողովի ձևավորման առիթով եւ այդ օրը սահմանադրությամբ նախատեսված կարգով մենք գիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո Հանրապետության նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին եւ հետեւաբար այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ։ Ես ուզում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար, ինչի արդյունքների մասին խոսել ենք եւ խոսելու առիթներ էլ կունենանք, բայց մեր մի շարք գործընկերներ, ովքեր այստեղ ներկա են, հաջորդիվ գործունեության այլ ոլորտում են շարունակելու։ Ես էլ մեր բոլոր գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում արդյունավետ աշխատանքի համար, իհարկե այն բոլոր ձեռքբերումները, որ մենք ունենք եւ ունեցել ենք այս ընթացքում, մեր գործընկերները իրենց անհերքելի ներդրումը ունեն այդ ամենում, դե դժվարությունները եւ բարդությունները պահում ենք մեզ։ Մեր գործընկերներին հաջողություն մաղթելով իրենց հետագա գործունեության ընթացքում։ Նիստը ավարտված է, շնորհակալություն։ Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում ընդգրկված էր Ահարոն Սահակյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ տարածքային կառավարման մասին օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասով եւ 5-րդ մասի առաջին կետով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Ահարոն Սահակյանին 2026 թվականի հուլիսի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից, նշվում է նախագծում։ Կառավարության նիստից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ճեպազրույցով, որտեղ խոսեց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը որոշել է ունենալ այլընտրանքներ, քանի որ մինչև սա Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, այդ թվում քաղաքական առումով։ Ինչա տեղի ունեցել, ինչն է խնդրեմը։ Խնդրեմը հետևյալի մեջ է։ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ, Հայաստան ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, Հոլանդիայի հետ, Ֆրանսիայի հետ եւ այլն եւ բազմաթիվ այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չուներ կամ չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ։ Խնդրեմը այդտեղ է։ Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ եւ այդտեղ էլ էլի էքսկլյուզիվության բաղադրիչ կա կամ մեծ խնդիրը հետեւյալն է կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ հարաբերություններ
չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Եվ սա լեգիտիմ դիրքորոշում է, սրա մասին է խոսքը։ Ճեպազրույցի ժամանակ վարչապետը անդրադառնալով ուժեղ Հայաստանի բարեգործություն անելու խոստումներին նշեց, որ մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում, եւ դրան պետք է լինի նաեւ համապատասխան արձագանք։ Մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում եւ դրան պետք է նաեւ լինի համապատասխան արձագանք, որովհետեւ եթե կա բարեգործության հարցը, թող բարեգործները չթալանեին ճակերտավոր ժողովրդից, էլի եմ ասում, հոսանքի եւ բանի անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ են տարել ժողովրդից, հիմա եկել են ասում են բարեգործություն։ Մենք չէ, իրանք նշանակում է բավարար չափով հարկված չեն եւ բավարար չափով թալանված միջոցներ դեռ ունեն, որ դա կարողանում են անել։ Պետք է իրանք բերել են վիճակի, որ իրանք դա չկարողանան անել եւ մենք դա անելու ենք։ Ընդ որում թալանվածի տրամաբանությունը եւ թալանի տրամաբանությունը շատ հստակ երևում է։ Էլի եմ ասում են բանակին էս են կարել։ Զորամասերի վրա ավել հոսանքի փող են գրել, հիմա ասում են բանակի համար էս են կարել։ Բանակից հոսանք չգողանայիք։ Չգողանայիք բանակի հոսանքը։ Ասում են երեխեքին բան ենք անում, պայուսակ ենք անցած տարիեր, չէ՞, սեպտեմբեր դպրոցների վրա ավել հոսանքի փող են գրում, ասում են այդ ավել հոսանքի փողից իրանց գեներացիաց շահույթի 5%-ից բանի դուրս գրած պայուսակներ են առնում, ասում են երեխեքին բարեգործություն են անում։ Այսինքն դա էլ չեմ ասում բանը, ես ցնցված եմ։ Հետևյալ, որովհետև լուրերով նայում եմ Արարատ ցեմենտի շուրջ տեղի ունեցող գործընթացները, լուրերով նայում եմ վերևից կադրեր են ցույց տալիս Արարատ ցեմենտ գործարանի։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Այդ 21-րդ դարի գործարան, հա։ Դա ավար է ընդամենը, թալանի օբյեկտ է։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Միլիարդներ են աշխատել, միլիարդներ են տարել։ Ես եմ 2 տարի առաջ, որովհետև ես բանից, դրոնից կադրերը չունեի, այդ գործարանի մոտով անցել եմ, պարոն Ծառուկյանի մի առիթով ասել եմ, ամոթ է, գոնե այդ բանը, այդ մուտքը այդ ինչ վիճակում է, ոնց որ գոմը լինի, միլիարդների շրջանառությունը, գոնե կարաք այդ մուտքի հատվածը բան անեք, 2 կոպեկ փող դնեք, մի քիչ կարգի բերեք, մուտքի հատվածը Նայեք նայեք վերևից, կերև այդ գործարանի սեփականատերն է այդ օգտագործողը, թե սեփականատեր չի։ Հիմա Փառք Աստծո անցել է պետության կառավարմանը։ Եվ ես համոզված եմ, որ ինչպես հեծի դեպքում դեռ շատ նորություններ կիմանանք բանից։ Ինչքան հեծում բացահայտումները շատանում են, այնքան կալուգացի օլիգարխի ցանկությունը նոր բարեգործություններ անելու ավելի մեծանում է։ Հասկանալիորեն ցույց տալու համար, որ այդ թալանածը մենակ իր համար չի, կիսվում է ինքը ժողովրդի հետ։ Ժողովրդի հետ կիսվելու մենակ մի ձև կա, դա պետական եւ համայնքային միջոցներն են, որովհետեւ դա է ժողովրդի գրպանը։ Ուրիշ մնացած տեղերում, ուրեմն դա թակարդ է ժողովրդի համար, ինչպես տեսել ենք նախորդող շրջանում։ Եվ շարունակելով ճեպազրույցի թեման։ Ճեպազրույցում վարչապետը հայտնեց, որ Նազենի Բաղդասարյանը դադարեցնում է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում իր պաշտոնավարումը։ Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանիա Հարությունյանը։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց Նազենի Բաղդասարյանից եւ ներկայացրեց նոր խոսնակին։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, ինչպես գիտեք, Տիկին Բաղդասարյանը դադարեցնում է վարչապետի մամուլի խոսնակի դերում իր պաշտոնավարումը, ես ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել եւ առիթից ուզում եմ օգտվել եւ տեղեկացնել, որ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանիա Հարությունյանը, համեցեք Տիկին Հարությունյան, եւ հույս ունեմ կհաջողվի համագործակցել եւ իհարկե մեր այս քննարկումների ձևաչափը առաջիկայում կպահենք եւ կպահպանենք։ Շնորհակալություն այսքանը Տիկին Հարությունյան, ձեզ էլ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ եմ։
Շարունակենք թողարկումը։ Գյումրիում ձերբակալվել է Հայաստան դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նա ձերբակալվել է ընտրակաշարք տալու ստանալու գործի շրջանակում։ Հիշեցնենք, որ երեկ էլ իրավապահները ձերբակալեցին Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու Արա Նախշքարյանին։ Ավելի ուշ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային կալանք։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, կատարվում են քննչական գործողություններ։ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով։ Օրերս Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը, կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։ Աշոտյանը կալանավորվել էր 2026 թվականի հունիսի 5-ին։ Հուլիսի 3-ին առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը ևս 1 ամսով, ինչից հետո պաշտպանական կողմը դատական ակտը բողոքարկել էր վերաքննիչ ատյանում։ Քրեական վարույթը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման և փողերի լվացման դեպքերին։ Դատարանը մերժել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։ Արդյունքում դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցներ, որոնք հնարավորություն կտային դատարանին եզրահանգում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանված հիմքերի գոյության վերաբերյալ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման։ Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են իրականացրել Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը։ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը իր տանը կատարված խուզարկությունը պայմանավորել է քաղաքական հետապնդումներով։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ խուզարկությունն իրականացվում է ինչ-որ քննչական գործի շրջանակում, ուստի տվյալների հրապարակման սահմանափակումներ կան, սակայն կարող է հայտնել, որ իրավապահները ոչինչ չեն առգրավվել։ Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ, ու սա է հիմնական այն ամբողջ այս պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որտեղ ինքը սխալ ճանապարհով է տանում, ինքը հիմա էլ է սխալ ճանապարհով տանում։ Մեր հասարակության մեծ մասը արդեն համաձայն է, բայց ինչ որ մաս իրեն դեռ աջակցում է, բայց չգիտի, որ սխալ ճանապարհ է մարդը տանում։ Ուժեղ Հայաստան կուսակցության համահիմնադիր և մեր ձևով հասարակական կազմակերպության ղեկավար Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել է ևս 2 ամսով։ Այս մասին հայտնել է Ալեքսանյանի պաշտպանական կողմը։ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր հունիսի 2-ին, իսկ հունիսի 3-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել երկամսյա կալանքը։ Նրան մեղադրանք է ներկայացվել հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Շարունակենք թողարկումը։ Հուլիսի 29-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության Հարավային Կովկասի համար ոստիկանության կցորդ Օլիվիե Լեֆեբրը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդմանը նպաստելու, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։ Պարգևը հանձնել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պետական գործունեության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, վաստակի և մատուցված ակնառու ծառայությունների համար պարգևատրվել է ազգային ժողովի պատվո մեդալով։ Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով հուլիսի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։ Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հետ, որի ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները և գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրենի հետ։